Մի հատ նաև, Սերգեյ Բաղրամյան, այո, ստեղ մի հատ լավ հարց կա, իդեպ ակտուալ հարցա Մկրտիչ Սրբազանի էս, որ տնային կալանքից հանեցին, բայց այնց աբսուրդ սահմանափակում են մտցրել, հեսա հարց կարդամ, Նաիրա Նիկողոսյանից է հարցը, իսկ դատարանը կարող է արգելել սրբազաններին պատարագ չմատուցել իր եկեղեցական պարտականությունները կատարել, ենթադրում եմ հարցը պատարագ մատուցելու մասին է, կարող է արգելել պատարագ մատուցել, օրինակ, Էսա իհարկե Տաթևիկը պրոֆեսիոնալ կարծիք կասի, ես ասեմ, որ Մկրտիչ Սրբազանին, Արագածոտնի թեմի առաջնորդին, տնային կալանքից հանեցին, բայց սահմանափակում են դրել, ինքը չի կարող գնալ առաջնորդարան ու չի կարող շփվել գործով վկաների հետ, իսկ գործով վկաները, ինչքանով հասկանում եմ, Արագածոտնի թեմի ամբողջ այդ քահանաներն են, նաև թեմի այլ աշխատողները, այսինքն ըստ էության իրան արգելել են շփվել այլ հոգևորականների հետ, իրանց թեմից, ես չգիտեմ մենակով, օրինակ, ինչքանով պատարագ կարող է ինքը վարի, թե չէ։ Չէ, պատարագ մատուցել արգելել են Միքայել Սրբազանին։ Եվ բնականաբար միայնակ ինքը տնային կալանքի տակ է։ Տնային կալանքի տակ է, այսօր թույլատրել են, որպեսզի մասնակցի պատարագներին, բայց մատուցել չի կարող։ Այսպես ասեմ, վերադառնալով հարցի ձևակերպմանը, տեխնիկապես, այսինքն եթե վերցնենք օրենքի այդ բառերը, որոնք շարադրված են, որը թույլ է տալիս դատարանին որպես խափանման միջոց ընտրել անհրաժեշտ սահմանափակումներ, այո, կարող է, բայց երբ որ էլի խորանում ենք գործի հանգամանքներին ու բովանդակությանը եւ ընդհանուր քաղաքական կոնտեքստին, թե ինչին է միտված այս ամբողջ կրկեսը, չեմ զլան այդ բառն օգտագործել, ապա հարցն է, որ այն մարդիկ, ովքեր եկեղեցու դիմադրության առանցքն են, իրենց պետքա չեզոքացնել իրենց պարտականությունները կատարելուց։ Այսինքն այս սահմանափակումների հետևում իրականում որևէ իրավաչափ նպատակ գոյություն չունի, որովհետև բնականաբար մեղադրանքները աբսուրդ են եւ այդ աբսուրդայնության հետևանքով կարծես թե Միքայել անումը առաջ ազատելով մարդուն հիմնական իրավունքներ իրականացնելու հարցում, բայց մյուս կողմից կիրառում են այնպիսի սահմանափակումներ, որոնք փոխկապակցված չեն այն նպատակների հետ, որոնց համար հետապնդվում են։ Ես հասարակ ուրիշ բան ասեմ, նույն քանի որ դու նշեցիր մեր սրբազան պայքարի գործով մեղադրյալներից մեծ մասին տեղափոխել են վարչական հսկողության եւ որոշներին տնային կալանքի եւ մեն սրբազանն է, որ գտնվում է ԱԱԾ մեկուսարանում։ Ուրեմն վարչական հսկողության ներքո գտնվող բոլոր մարդկանց արգելվել է այցելել մարդաշատ վայրեր։ Մարդաշատ վայրի սահմանումը ո՞րն է։ Չկա, այդ բանով, որովհետև պրոբացիայի ծառայությունն էլ ում վրա դրված այդ պարտականությունը հսկելու արդյոք պահպանվում են որոշման պայմանները, թե չի հասկացել, գրություն է ուղարկել, մոտապես սա արդեն երկրորդ ամիսը կլինի, դատավորին, գործով դատավորին, ասել է խնդրում եմ պարզաբանեք, ինչ է նշանակում մարդաշատ վայր, մարդաշատ ավտոբուսը մարդաշատ վայր է, թե չէ, առևտրի կենտրոնը, չգիտեմ, կամ եթե մասնակցում եմ ընտանեկան խնջույքի, օրինակ մորաքրոջս աղջկա հարսանիքն է, դա մարդաշատ վայր է ու ինչ նպատակ է հետապնդում ինձ մեկուսացնելը մարդաշատ վայրեր բան, բնականաբար այդ
ձևակերպումը չկա։ Մենք հասկանում ենք, որ ինքը ունի զուտ քաղաքական ենթատեքստ եւ ենթադրում է մի կազմակերպեք եւ մի անցկացրեք քաղաքական բովանդակության հավաքներ, մի իրացրեք ձեր սահմանադրական հավաք։ Արի տենց մտածենք, հա, որտեվ իրականում եթե նույնիսկ, չգիտեմ, խնջույք լինի, բայց մի 20 հոգի կգան կհարցնեն իր գործից, հա։ Իրանց պետք չի որ երևա, որ այս մարդուն ինչքան քիչ շփվի, ինչքան շփումը սահմանափակ լինի, այնքան ավելի Դե օրինակ մեր պաշտպանյալ Լիդիայի դեպքում այդպես չի աշխատում, ինքը ոչ մարդաշատ վայրերում առանձին դեմ արդեմ ինտերվյուներ շատ է տալիս, բայց այդ մարդաշատ վայրը մենք հասկանում ենք բնականաբար դա ցույցերի մասին է խոսքը։ Հիմա այս պարագայում էլ երբ որ հոգևորականների մասն է, բնականաբար Միքայել Սրբազանի պարագայում իհարկե ձևականորեն մեղադրանքը կապ ունի, որովհետև ինքը մեղադրվում է կոչի համար, բռնության կոչի համար ու ֆորմալ առումով չէ, Միքայել Սրբազյանը ինքը կարող է պայմանականորեն պատարակի քարոզի ժամանակ այդ կոչը հնչեցնել, բայց իրականում մենք հասկանում ենք, որ Շիրակի թեմը ամենա իր առաջնորդին սիրող թեմերից մեկն է, չեմ վախենա այդ հայտարարությունն անել ու Միքայել Սրբազանը երևի ամենահզոր առաջնորդներից մեկն է, ում խոսքը ծանրակշիռ է, ում քարոզին կարոտ է Շիրակի թեմը ու ամբողջ խնդիրն է մեկուսացնել հանրությանը մարդկանց Միքայել Սրբազանի ծանրակշիռ խոսքից, որը այս տոտալ հեղինակազրկման ներքո դեռևս շարունակում է անկախ ամեն ինչից, թե Միքայել Սրբազանի, թե Բագրատ Սրբազանի խոսքը շարունակում է ծանրակշիռ մնալ։ Իսկ այս իշխանության գլխավոր նպատակն է առհասարակ հեղինակազրկել այն մարդկանց, որոնք այս հասարակության մեջ քիչ թե շատ ծանր խոսք ունեն։ Հա, Նիկոլից բացի ոչ մեկ չպետք է խոսա, մեկ էլ իրա ցույց տված, sense մատնացույց արած ինչ որ դեմքերը։ Ընդդեմ որ պահին ձեռքը գլխներից հանում է, միանգամից իրանք կորում են, հա, բանից։ Իդեպ ես մի բան էլ հիշեցի, երբ որ խոսում ենք այս եկեղեցու խոչընդոտելու մասին, բանն էր մի հատ հետաքրքիր լուր, որը շատ քիչ տարածվեց մեր դաշտում, չնայած եղավ մեդիաներից կարծեմ մամուլե եմ ներտպել հրապարակել Մոլդովայում որոշում են կայացրել մոտավորապես 800 եկեղեցի եկեղեցուց խլելու էլի այդ նույն գծի մեջ է հա ռուսների դեմ պայքար եւ այլն հիբրիդ սպառնալիքներ ու ես որ հիմա համեմատում եմ նույն ԱԺ-ում անդադ փորձում են եկեղեցու սեփականության իրավունքը սահմանափակել ինչ որ sense ակնհայտ եկեղեցու դեմ ուղղված օրենքներ են ընդունում բերում են այդ օրինագծեր առաջին թերցում բան եւ այլն այս ամեն ինչը ոնց որ տես նույն բանով նույն ուղեցույցով նույն օֆիսում գրած ծրագիր ոնց որ լինի դե Ուկրաինայում ինչա կատարվում էլ չեմ ասում այս իշխանությունները կարողացել են Եվրոպային համոզել Եվրոպան էլ տենց մեծ ուրախությամբ համոզվել է թե իբր իրանք պայքարում են ռուսական ազդեցության դեմ եկեղեցուն ներկայացրել են որպես ռուսական ազդեցության ինչ որ բան չնայած իրականում հայ առաքելական եկեղեցին բավականին լուրջ հակասություններ ունի ռուսաստանյացի եկեղեցու հետ, այդ ռուսուղափառ եկեղեցու հետ, ու ասենք այնպես չի, որ տենց ինչ որ շատ իրար մոտիկ քույր եկեղեցիներն իրականում այդպես չի, լիքը հակասություններ կան, էլ չասեմ, որ ռուսական եկեղեցու օրինակ ավելի տենց ցածր ռանգի հոգևորականներ շատ ագրեսիվ են նաև խոսում հայ առաքելական եկեղեցու դեմ, բայց այդ ամեն ինչը դրվում է մի կողմ, ինչ որ մի հատ այդ հիբրիդ սպառնալիքների մի հատ հեքիաթ է զարգացվում ու դրա հիման վրա Եվրոպայից պատվիրակություններ են գալիս, հա, դեմոկրատիան փրկելու Հայաստանում, չնայած մեկը Նիկոլի ձեռով այնքան ինչքան Նիկոլի ձեռով է դեմոկրատիան Հայաստանում
տուժել, երևի որևէ ղեկավարի օրոք չի եղել, էլի։ Չէ, ինչ երևի հաստատ չի եղել այդ ձև։ Այսպիսի հետընթաց, ընդ որում այսօր մի հատ կարևոր թեմա էր, մի 2-3 օր առաջ Videm տենց միջազգային շատ հեղինակավոր կառույց կա, որը տարբեր երկրներում ժողովրդավարության զարգացմանն է հետևում ու ըստ Videm-ի 20 թվից այս կողմ Հայաստանում ժողովրդավարությունը շատ կտրուկ անկում ապրում։ Իհարկե դա համաշխարհային տենդենցիա է, նաև ընդհանրապես լիբերալ դեմոկրատիան խնդիրների առաջականգնած ամբողջ աշխարհում, բայց կոնկրետ Հայաստանը մտել է, այսպես ասած, top 6-նյակի մեջ դեպի ներքև գնալով։ Ու դրա հիմնական, այսպես ասած, հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Այդ այն վերելքն էլ, հա? Նախկիններն են մեղավոր, չէ՞։ Որ Նիկոլ Փաշինյանի օրոք դեմոկրատիան հետ ընթաց։ Մի խոսքով, այնպես որ, այսպես ասեմ, չգիտեմ իրանք ինչ են ստե փրկում, ես այդ դեպքում միշտ ասում եմ, երբ որ առթալնում եվրոպացիների հետ խոսելու, ասում եմ աջակցեք ժողովրդավարությանը, այլ ոչ թե Նիկոլ Փաշինյանին։